Успех построен на любви. Лебо Голд. Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Նորույթ Մարանիկից։ Մարանի կամեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանի կամեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Лебо. Экзотика Америки. Дыхание Африки. Магия Азии. Кофе из лучших кофейных регионов мира. Лебо. Кофе 3 континентов. Ողջույն Նարեկ, Ողջույն Վահան։ առհասարակ ես մեր հյուրերի հետ Կտաս մեզ մարդուն էլ բարևը։ Չէ, թույլ չեմ տա, առհասարակ ես մեր հյուրերի հետ միշտ դուքով եմ խոսում, բայց որպեսզի կացին եղբոր տպավորությունը չթողնեմ։ Ողջույն Նարեկ, քեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, քաղցած չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Շատ հետաքրքիր տեղ, թե ինչու էստեղ հիմա կխոսենք իհարկե դրա մասին, որովհետեւ ցանկանում էինք մեր քաղցը հագեցնել քո միջոցով Երևանում, բայց պարզվեց, որ դու Երևանից ընդամենը 35 կիլոմետր հեռավորության վրա ես, շատ գողտրիկ մի վայրում։ Ինչու։ Նախ ինձ թվում է գաք ներս։ Գանք ներս, բայց վայելենք այս գեղեցիկ տեսարանը եւ մեզ հետևողներին նույնպես ցուցադրենք այն ամենը, ինչը որ մեր աչքից չի վրիպում, հետո կգանք ներս արդեն։ Բայց այս ընթացքում դու կարող ես պատմել, թե ինչու հայտնվեցիր այստեղ, ինչը քեզ բերեց այստեղ։ Չասես մեքենան, դա ծիծաղելի չէ։ Իրականում այս ամեն ինչը իմ աչքից էլ չի վրիպել, դրա համար էլ ընտրել եմ հենց այս տարածքը, որովհետեւ ինքը նախ արվեստի ոլորտի մարդու համար հրաշալի հանգստի վայր է, ու ամենակարևորը այստեղ կարողանում ես ժամանակ առ ժամանակ լիցքաթափվել, ու երևի այս պատկերներից էլ արդեն պարզադառնում, թե մթնոլորտը ինչ հրաշալի է այստեղ։ Տեղը կոչվում է Riviera Art Guest House։ Այստեղ ամեն անգամ ներկայացումներից հետո կամ ստեղծագործական որոշակի կապ չունի բարդ, թե վայրի վերումներից հետո մենք ընկերներով կլինի, թե ուղղակի մենակ գալիս եմ այստեղ ու լիցքաթափվում ու շարունակում ստեղծագործել։ Հասկանալի է։ Այս արևը սպանում է ինձ իրականում, բայց բոլորիս է սպանում այդ արևը։ Դե ինչու ես հայտնվել այստեղ, լիցքաթափվելու ժամանակն է։ Իրականում ես անակնկալել ունեմ քեզ համար, հենց հատուկ։ Իրոք։ Ու ինձ թվում է այդ անակնկալը այն դռնից պիտի դուրս գա։ Ռուզան, Չեմ ինչ։ Չեմ հավատ։ Ռոզաննա։ Հարգելի հետևորդներ, տեղեկացնեմ, որ դռնից դուրս եկավ կինս եւ հարց։ Ինչ կա իրար հետ, այս առաջին հարցը, եւ երկրորդը, ինչու դու տանը չես, Ռուզաննա։ Ոնց որ դու ես աշխատանքին, ես էլ ես եմ աշխատանքին։ ես մի քիչ ոնց որ ես։ Մի րոպե, ժողովուրդ, մի վարքյան, հասկանանք ինչ է այստեղ կատարվում։ Ես եւ Ռուզաննան երկար ժամանակ արդեն մոտավորապես 4 ամիս ամուսնացել ենք։ ամուսնացել ենք, կարող եք նորամուր։ Այսօր էքսկլյուզիվ է լինել։ Այսօր էքսկլյուզիվ է։ Այն մարդկանց համար, ովքեր անդադար մեզ գրում են, վերջը դուք ու Նարեկը իրար ինչ եք։ Իդեպ, Ռուզաննա Մանուչարյան, Նարեկ Մանուչարյան, ես գիտեմ, բայց մեզ հետևող մարդիկ են ուզում իմանալ, դուք վերջի վերջո քույր եւ եղբայր եք, թե ոչ։ Օֆիցիալ հայտարարեք այդ ամենի մասին։ Արի, Ոնց ասենք Նար, Հարգելի, բայց լավ, հլասա տեսնեմ ինչ ես ասում։ Հարգելի չէին սպասումի հետևորդներ, Եվ ոչ Քաղցած միայն չէին սպասումի նաեւ։ քաղցած չէին սպասումի հետևորդներ նաև, ես եւ Ռուզաննա Մանուչարյանը ազգակցական
ոչ մի կապ չունենք։ Լավ, Բացարձակ։ Ուղղակի ազգանունը նույնն է, շատ սիրում ենք իրար, աշխատում ենք իրար հետ ու նաև հենց այդ Բայց այնքան աշխատանքն է։ երկար ենք ընկերություն Հա, արել, որ մոտավորապես կարծես 8 թե տարի։ արդեն հարազատ քուր ինչ ուզիչ է երեխեք, եղբայրներ։ ինչ ուզիչ է։ Ու հենց այդ աշխատանքն էր, որ մեզ միացրեց ու բերեց այս կետին, որովհետև ինչքան որ ես էի հոգնած աշխատանքից, այդքան էլ Ռուզաննան ու լիցքա թափվել Այո։ ու լիցքա որվել էր մեզ պետք։ Դեռ կխոսենք աշխատանքի մասին, ցանկանում եմ հիմա խոսենք այս տեղի մասին։ Մի քիչ ներկայացրեք, խնդրում եմ, որովհետև շատ հետաքրքիր տեղում են գտնվում։ Ով է այդ պարտականությունը վերցնում իր վրա այս ամենը մեզ ներկայացնելու։ Իհարկե չէին սպասում, չի քաղցած չէին սպասումն է, Այո։ բայց բայց ուղղակի տեղը տեղը այնքան հետաքրքիր է։ գեղեցիկ է, որ հնարավոր չի լինի առանց ներկայացնելու առաջ անցնել։ Էլի եմ ասում, արվեստի ոլորտում աշխատող մարդու համար սա իդեալական հանգստի վայր է ու այն մարդիկ, ովքեր սիրում են արվեստը, իսկ այդ մարդիկ քիչ չեն, հաստատ այստեղ գտնելու են այն բոլոր գողտրիկ անկյունները, որտեղ կհանգստանան իրենց կողակցի հետ, իրենց ընտանիքի հետ, ինչու՞ չէ, նաև հրաշալի ժամանակ կարող են անցկացնել գործընկերների հետ, իսկ Ռուզաննան, քանի որ ֆանտաստիկ ձևով տիրապետում է ռում տուրի Հա, ես մեծ արվեստին, սիրով ես հարթակը հանձնում եմ Ռուզաննային ու հեռանում։ Դե քայլենք դեպի այն կողմ այս նկարների Քայլենք։ ներքո գնանք Ռուզաննա։ Տեղեկացրու ինձ խնդրում եմ, շատ հիմար իրավիճակում եմ հայտնվել ես իհարկե։ Տեղյակ ես այս նկարներից ինչ որ կերպով թե ոչ։ Մի փոքրիկ պատմությանը տեղյակ եմ այս նկարներից, ուրեմն այս նկարները այն նկարներն են, որոնք նախընտրել են, որպեսզի այս տարածքի տերերը ունենան։ Այսինքն տեսեք, Վահան ջան, քո հետ դույով կարող եմ, չէ՞ խոսել Այսօր այո։ Ուրեմն այս նկարները եղել են ֆոտոնկարներ, որոնք հետագայում դարձել են, ահա, այսպիսի հրաշք տեսարան ապահովող Որմնանկարներ։ Այո, ու իմիջիալոց ասեմ, ամեն մեկը տարբեր բնականաբար տարբեր լոկացիա է ու այնքան սիրուն է նկարած, որ քեզ թվում է, որ սա իրականությունն է ու այնքան խորն է։ Այս պատը այդպես փոքրիկ պատմություն ունի։ Իրականում մի բան ասեմ, այս տարածքում ամեն մի անկյունը ունի իր փոքրիկ պատմությունը ու այնքան էսթետիկ ու սիրուն է, որ սրա մասին չխոսելը ուղղակի չես կարող։ Ամեն մի դետալ շատ սիրուն, շատ մտածված ու ամենակարևոր զգացողությունը ասեմ, որը ինձ համար շատ կարևոր է, որովհետև դու գիտես, մենք հաճախ սիրում ենք լինել այս տեսակ վայրերում, որ շատ տան աուրա կա, այսինքն այդ բիզնեսի ու աշխատանքային վիճակները չեն, ավելի շատ, օրինակ տեսեք, ստեղ պրոյեկտորով, փոքրիկ պրոյեկտորով այստեղ ներկայացվում են, ինչ-որ ֆիլմեր են դիտում, մուլտեր են դիտում, այդ շատ հետաքրքիր է։ Ու շատ սիրուն է ու ամեն ինչը շատ որակյալ, շատ էսթետիկ, էլի եմ ասում, գունային համադրությունը ինձ համար, որ ուղղակի մի հատ շշմելու։ Նաև team building-ի համար է կարծես թե հետաքրքիր, եթե ներկայացում եք պատրաստվում բեմադրել մեծ կազմով, կարող եք գալ այստեղ ձեր քննարկումները անել։ Քննարկումներ անել, փորձեր անել, խարույկի շուրջ, մի խոսքով այստեղ զոնաները, այո։ Որտեղ է խարույկի շուրջը։ Եթե մի փոքր դեպի ձախ թեքվեք, այնտեղ կտեսնեք խարույկի համար նախատեսված տարածքը։ Բայց միգուցե մտնենք ներս, հետո նոր գնանք դեպի խարույկի Կարող համար ենք ներս նախատեսված մտնել, այս տարածքում երկու տնակներ կան, հիմա մենք կմտնենք առաջին տնակը, որը ամենամեծն է ու նախատեսված է 8 անձի համար գիշերակացով, բայց նշեմ, որ տարածքում մինչև 30 հոգի կարող են այստեղ լինել։ Դե ընկերներ, բարեկամներ, եկեք ներս, խնդրում եմ ներկայացրու Ռուզաննա, բայց շատ կարճ մեր եթերային ժամանակը խիստ սահմանափակ է, ներկայացրու որտեղ ենք, ինչ հարմարություններ կան ու գնանք արդեն պատշգամբից տեղափոխվենք Գետափնյա Շատ հատված։ լավ։ Մենք մեծ տնակի առաջին հարկում ենք, այստեղ կա բոլոր հարմարությունները, խոհանոց, տարատեսակ սպասք, իսկապես ամեն ինչ կա, սառնարան, ափսեները լվանալու սարք, նույնիսկ այստեղ Վահան ինձ պիտի ուղես, այո, բուխարի։ Մի խոսքով սա առաջին հարկն է, մեծ բազմոց կա, որտեղ կարող են հյուրերը տեղավորվել, իմիջիալոց գիշերակացի համար նաև բացվում է։ Այո, որպես մահճակալ կարող է ծառայել։ Հիմա եկեք ձեզ ցույց տամ առաջին հարկում գտնվող մեծ լուսավոր ու ընդարձակ սենյակը, իմիջիալոց ասեմ երաժշտասեր մարդկանց համար, այո, ամեն ինչ կա, եւ գիտար էլ կա, ասեմ իմանաք։ Ռուզաննա, ինչպես է կոչվում այս սարքը։ Ռուսերենով։ Տրենաժոր։ Իսկ հայերենով։
Դու ես լավ ասում։ 3-ը ժորայի վրա։ Տրին աժոր։ Այսինքն կարող եք չվախենալ այստեղ շատ ուտելուց, կարող եք գալ, օգտվել ու բոլոր կալորիաները ավելորդ սպառել։ Սա առաջին հարկն էր, շատ կարճ։ Հիմա կարող ենք բարձրանալ նաև երկրորդ հարկ։ Դե բարձրացեք երկրորդ հարկ, ես իհարկե չեմ գա ձեզ հետ, որովհետև այնտեղ փոքր է տարածքը, բայց խնդրում եմ մեզ հետևողներին դու ներկայացնես Ռուզաննա։ Այո, ուզում եմ ասել, որ նույնիսկ այս փոքր տարածքում ուրեմն կա 2 ննջարան եւ 1 սանհանգույց։ Իսկապես բոլոր հարմարությունները կան եւ Քանի հոգու համար է նախատեսված վերևի հատվածը։ 4 հոգու համար է նախատեսված վերևի հատվածը։ 2 սենյակի ու ելի եմ ուզում նշել ամենակարևորը, որ յուրաքանչյուր սենյակում կա պատուհան, այսինքն օդափոխության խնդիր այստեղ չկա։ Դուրս գանք վերանդա։ Այո, դուրս գանք ու այնտեղ անակնկալներ կան։ Եկեք հիմա Հաճելի։ Նախ ասեմ, որ այս տան մասին կարճ պատմելը անհնար է, բայց փորձում եմ մաքսիմալ մի հատ խնդրում եմ տեսեք տեսարանը։ Խոսքեր չունեմ իհարկե։ Ապշած ես, չէ՞։ Բայց այ անակնկալը, որ ասում եմ, գտնվում է մի փոքր ներքևում, որը Հրազդան գետն է։ Հեսա մի փոքր ավելի ուշ կիջնենք նաև ներքև ու կտեսնես։ Դե ես առաջարկում եմ հիմա իջնենք հենց գետափնյա հատված, մի փոքր խոսենք ձեր գործունեության մասին եւ չմոռանանք, որ ամեն դեպքում քաղցած ենք մենք։ Սիրով։ Գնացինք։ Իհարկե չհասցրեցինք ամբողջ տարածքով դեռևս շրջել, որովհետեւ անմիջապես ձեր հետևում մնաց եւս մեկ տնակ, հուսամ դրան կանդրադառնանք հաղորդման ընթացքում ինչ որ մի հատվածում։ Հիմա խոսենք ձեր գործունեության մասին, նաեւ Նարեկ լիահույս եմ, որ այսօր քո առհասարակ կյանքի վերջին նկարահանումը չի լինի եւ մահկանացուց չես կնքի Հրազդան գետում։ Ձեր հաղորդման ռեյտինգի համար պատրաստ եմ մահկանացուց չկնքել, բայց մեր հաղորդումը ռեյտինգի խնդիր չունի, բարեկամ։ Շնորհակալություն։ Ամեն դեպքում մենք քաղցած չէին սպասում հաղորդման շրջանակներում այցելել ենք ձեզ եւ Նարեկ դու լինելով ռեժիսոր, դերասան, դրամատուրգ, ես գիտեմ, որ պաշտում ես խոհանոցը այդ ամենից զատ եւ արարում ես այնտեղ այնպես ուտելու առումով, մնացած ոչ մի առումով, դրա համար օգնող ուժը հասել է ամեն դեպքում։ Ես Ռուզաննայի խոհարարական նկրտումների մասին ամեն ինչ գիտեմ, բայց ցանկություն կա, որ նաև մի օր էլ քո ձեռքի հաց ուտեմ, եղբայր։ Ինչ ես պատրաստելու մեզ համար այսօր։ Ուտող ուրացող եք Վահան։ Ուտելուց առաջ ուրացող եմ։ Հրաշալի։ Չէ, ես իհարկե կօգնեմ ամեն ինչով։ Ինչով կարող ես օգնել մեզ Նարեկ։ Մի որոշ գումարով։ Լավ, տղամարդուն ի՞նչ է բնորոշ, այսինքն կարծում մսային ինչ-որ մի բան, չէ՞, Նար, թե չէ։ Կպատրաստես մեզ համար մսային ինչ-որ մի բան։ Հրաշալի, սիրով։ Նարեկը կպատրաստի մսային ինչ-որ մի բան, իսկ ես կպատրաստեմ ավելուկով շատ համեղ ու հետաքրքիր ուտեստ։ Մնանք մսայինին։ Ավելուկով շատ հետաքրքիր ուտեստ։ Այո։ Լավ, գնումներ ունենք կատարելու։ Այո։ Հուսամ այս տարածքում խանութներ կան եւ կկարողանանք հեշտությամբ գտնել մի խանութ, որտեղից պետք է գնենք ավելուկ եւ միս։ Հիմնական բաղադրիչները կարծեմ դրանք են։ Գնանք գնումներ կատարելու։ Գնանք երեխեք գնանք, հասկանանք ինչ եք անելու։ Դու տենց չկաս, հա, խոհանոցում։ Բացարձակ։ Իսկ դու կաս խոհանոցում։ Հա։ Իսկ ձեր տանը ով է ավելի լավ պատրաստում, դու թե ամուսինը։ Ես դուրս գամ, իրենք թող որոշեն, հա։ Հաստատ։ Ես շողի հետ կռվեմ գամ, հա։ Դու գնա կռվի արի, մենք գնանք։ Դու միշտ ասում ես, որ դու ես լավ պատրաստում, բայց ես էլ եմ լավ պատրաստում։ Ժամանակն է խանութ ուղևորվելու։ Այո։ Ուղևորվեցինք։ Ինչ փոխադրամիջոցով են գնում, Նարեկ, մեքենա գնացիր թե ոչ դեռևս։ Ականք եք Վահան։ Այո։ Դու Նարեկի դեմքը։ Ռուզաննա, որտեղ է մեր մեքենան։ Մեր մեքենան Երևան քաղաքում այսօր կուղևորվենք ձեր մեքենայով։ Բա ինչի ձեր մեքենայով չեք։ Որովհետև եկել ենք, Ռուզաննա ջան, խնդրեմ պատասխանիր։ Ես եկել եմ այստեղ հարցերը հանգստի։ ես եմ տալիս, Նարեկ։ Գնացինք։ Գնացինք։ Դե խնդրեմ։ Նարեկ, եղիր ջենթլմեն, խնդրում եմ։ Վաու։ Գալություն։ Իհարկե արգելված էր հաղորդման աստվածների կողմից այդ բառը օգտագործելը, ներիր Դավիթ իհարկե, բայց չէի կարող զարմանքս չարտահայտել այս կերպով։ Դե, խնդրեմ, գնացինք, կհանդիպենք արդեն խանութի դիմաց, չէ, մեքենայի մեջ կհանդիպենք։ Ընկերներ, ուղևորվում ենք խանութ։ Բրավո։ Ասեք, որ լավ է արդեն։ Բայց
Հաղորդման այս հատվածում մենք մեր հյուրերին մշտապես տալիս ենք այս հարցը, չնայած անհրաժեշտ չէր հաղորդում ինձ, որպեսզի ես իմանամ ձեր պատասխանները, բայց ամեն դեպքում մեզ հետևող մարդիկ նույնպես ցանկանում են իմանալ։ Նարեկ, սկսենք քեզնից, Սիրով։ որովհետև այս հարցին Ռոզաննան 2 անգամ արդեն նույն ֆորմատով պատասխանել է։ Սկսենք քեզնից։ Ինչը կփոխեիր Հայաստանում, որպեսզի մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավը դառնար։ Օ։ Ինքս ինձ կսկսեի այդ կետից, որովհետև դեռ բազմաթիվ կետերում հասկանում եմ, որ ինքս շատ եմ թերանում ու երևի թե մինչև հասներ այն կետին, որ արդեն որոշեի թե մյուսների մեջ կամ Հայաստանում ինչ կփոխի, արդեն կյանքս կավարտվի, դրա համար ամեն առաջինը ինքս ինձնից կսկսեմ։ Այսինքն ցանկանում ես, որպեսզի քո ընկալումը փոխվի որոշակի երևույթների նկատմամբ եւ այլ տեսանկյունից նայես, թե ուրիշ ինչ-որ հանգամանքներ կան, որ այդ պատասխանը տվեցիր։ Ես հասկանում եմ, որ ես ինքս շատ ու շատ կետերում դեռ ունեմ սխալներ կապված թե իմ երկրի հետ, թե հասարակության հետ, ու այդ սխալները ինձ թվում է տարիքի հետ են ուղղվում, ու այդ սխալները տարիքի հետ են իմաստության բերումով, այո, փոփոխության ենթարկվում։ Դրա համար էլ եմ ասում, յուրաքանչյուր հարց, ինչը վերաբերում է փոխելուն, ես նախ եւ առաջ իմ պրիզմայով եմ անցկացնում ու սկսում եմ ինքս ինձնից։ Շնորհակալություն հետաքրքիր պատասխանի համար, Ռոզաննա։ Ես հիշում եմ իմ պատասխանները, բայց ես ծնողի տեսանկյունից կասեմ նար։ Դու որպես մայր, Ռոզաննա։ Ես որպես մայր, Վահան, կասեմ կրթությունը։ Էլի։ Այո, չէ, էլի չէ։ Նախորդ անգամ ուրիշ բան եմ ասել, իհարկե, բայց հիմքը միևնույնն է կրթությունն է, որովհետև մեր երեխան ինչքան մեծանում է, մենք բախվում ենք տարբեր խնդիրների ու հասկանում եմ, իսկապես հասկանում եմ, որ կրթությունը այս պահին շատ թերի է, շատ թերի։ Եվ մանկապարտեզում, եւ դպրոցներում, եւ ավելի բարձր ուսումնական հաստատություններում։ Չէ, խելացի մարդիկ եք, ձեզ հետ կարելի է շատ զրուցել, շնորհակալություն։ Կտակ մենք գնանք։ Շնորհակալություն, մենք կհանդիպենք արդեն խանութի մոտ։ Բարի։ Հարգելի հետևորդներ, որպեսզի լիարժեք պատկերացնեք, թե ինչերի միջով ենք անցել, դիմացի սարը վկայում է, թե որքան բարձր ենք։ Դիմացի սարը վկայում է, թե մենք որտեղից ենք եկել։ Նաև Ես որտեղից կասեի ենք մի ավելուկի պատմություն։ Ռոզաննա, ինչ պատմություն է սա, ինչու հասանք այստեղ։ Ես Վահան ջան, ես գիտեի, որ դու ինձ ես մեղադրելու, Դե Նարեկ ընկերս է, չեմ կարող նրան մեղադրել, Վահան, ստիպված տնից մեկին պետք է մեղադրեմ։ Դրա համար ասացի, ստիպված տնից մեկին պետք է մեղադրեմ, ահա, հասնում ենք արդեն այն վայրը, որտեղից որ պետք է վերցնենք ավելուկը։ Բարև ձեզ։ Մեզ բարի մարդիկ օգնեցին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մենք ձեզ այցելել ենք քաղցած չէին սպասում հաղորդման շրջանակներում եւ ցանկություն ունենք ավելուկ գնելու։ Ինչպես հասկանում եմ, հեշտ միջոց կա, կարող ենք ձեզնից վերցնել։ Ռոզաննա, վերցրու դարակազմիկ ավելուկը։ Շնորհակալություն, վայ շատ ապրեք։ Դե հիմա հասկանանք վճարման պահը, որքան ենք վճարելու։ Ինչքան ենք վճարելու։ 1200 դրամ։ Ես առաջարկում եմ, որպեսզի հաղորդման շրջանակներում մենք վճարենք ձեր փոխարեն։ Ես Ռոզաննա եւ Նարեկ։ Սենց ասեմ քանի որ մենք Ինչ է եղել երեխեք։ մեր դրամապանակները մնացել են այն տանը, որտեղ քարտով չենք կա։ Դե լավ։ Եվ այսպես հարգելի գիդեր, ինչպես հասկացա դուք այս շրջանում ամեն ինչ գիտեք, դե հիմա ասեք ուր ենք գնում։ Բանջարեղեն առնելու։ Այո, գնացինք։ Գիտեք ինչ եք առնելու, թե Այո, գրած կա ինչ-որ բաներ։ Այո, ցուցակ ունենք, իրականում շատ բան չենք առնելու։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ռոզաննա, իսկ ձեր տան առևտուրը դուք եք անում, թե ձեր ամուսին։ Ոչ, իմ ամուսինը։ Գոհ եք նրա կատարած աշխատանքից։ Շատ։ Ձեր ամուսինը Ասեմ ավելին, երբ որ ես գնում եմ խանութ, ես չեմ կենտրոնանում ու չեմ կարողանում կողմնորոշվել ու նորմալ sense տնավարի առևտուր անել, դրա համար պիտի խնդրեմ քեզ, որ ինձ օգնես հիմա։ Չեմ կարող։ Չէ։ Լավ։ Մեկնաբանության հատվածում գրեք, թե ինչ կարծիք ունեք այդ։ Բայց դա նորմալ է, ընտանիքում պետք է ամուսինը առևտուր Նարեկ, անի։ իսկ քեզ ինչ է անհրաժեշտ ընկերս։ Խաղաղություն ձեր ընտանիքին։ Շնորհակալություն։ Իսկ ուտեստը իրական դարձնելու համար մեծագույն ցանկություն, մնացածը Ռոզաննան ոնց հասկանում եմ ապահովել։ Այսինքն դու որևէ բան չունես այստեղից գնելու կապված։ Այստեղից չէ։ Սխալվում ես բարեկամ, սոխ է պետք, որպեսզի միսը մարինացնենք։ Ախ, մենք միս էլ ենք ուտել։ Դու խոստացել ես մեզ ամեն դեպքում։ Վահան, Ես էլ սոխ կվերցնեմ։ այսքան հերիքը։
Այո, նույնիսկ շատ է կարող եմ ասել, բայց ոչինչ որևէ խնդիր չկա։ Շատ լինի, քիչ չլինի։ Շատ լավ։ Ինձ տենց է սովորած։ Ուրիշ ինչ բանջարեղեն է անհրաժեշտ, խնդրում եմ թվարկել բարեկամներ։ Ինձ անհրաժեշտ է նաև սոխտոր, եւ սոխը արդեն այո վերցնում ենք եւ կվերցնենք կանաչի, եթե կա։ Կանաչի։ Ունեք կանաչի։ Խառը։ Այո։ Խառը կանաչի, այսինքն գնում ենք սոխ, սխտոր, սմբուկ, խառը կանաչի։ Այո։ Վերջ։ Այո։ Ավելուկը գնել ենք։ Ավելուկը գնել ենք, մնում է տոմատի մածուկ։ Գնենք, այստեղ կարծեմ տեսնում եմ տոմատի մածուկ, նաև դա կվերցնենք։ Ինչպես նաև անհրաժեշտ է տավարի միս, որը մենք հնդածս կվերցնենք, Այո։ ճիշտ է։ Շատ բարի։ Այդ Դե ես քանը։ ձեզ չեմ խանգարում, ձեր գնումները կատարեք, մենք կհանդիպենք արդեն դրամարկղի Բարի։ ընկերներ։ Շատ լավ։ Վահան այսքանը հերիք։ Նարեկ, ձմեռվա պաշար չենք գնում։ Գնում ենք միայն այսօրվա ուտելու համար նախատեսված Նաև մթերքները տոմատի իրականություն մածուկ։ դարձնելու նպատակով։ Պարզ է։ Ոչ։ Վերջացան կարծես թե հաշվարկման գործընթացները եւ ընդհանուր հանրագումարը կազմում է 3850 դրամ։ Նարեկ գործում է դեռևս առաջարկը։ Ես առաջարկում եմ հաղորդման շրջանակներում վճարել ձեր փոխարեն։ Էդ էլ ավելուկը չի, Վահան ջան։ Ես մեկի հարցը մեկ Հասկանալի։ նորագույն տեխնոլոգիաներով։ Բայց ամեն դեպքում կարծում եմ մսի համար մի անհրաժեշտ շնորհակալություն, մի անհրաժեշտ բաղադրիչ կա, որը դեռևս չեն գնել, դա միսն է։ Հա, որքան էլ տարօրինակ է քեզ համար, դա Նարեկ այո միսն է։ Ուրեմն գնացինք միսնել վերցնենք։ Գնանք միսնել վերցնենք եւ ի վերջո գնանք, որովհետեւ անցել է արդեն 7 ժամ կարծես թե մեր նկարահանումներից, մենք դեռ շարունակում ենք մնալ քաղցած։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալ ենք։ Հաջողություն։ Նարեկ շտապում ես շատ, որովհետև այս ընթացքում դու հասցրեցիր գալ խանութ, մսի հարցը լուծել, կտրատել տալ նույնիսկ այդ ամենը եւ մեզ մնում է միայն մտնել եւ վերցնել միսը։ Խնդրում եմ մտիր, վերցրուր, արիր։ Աջ կողմի վրա է։ Բարև ձեզ։ Խնդրեմ Նարեկ, մսերը պատրաստ են կարծում եմ։ Կարող ես վերցնել։ Ռուզաննա, քեզ համար նախատեսված տավարի միսը դու վերցրու։ Շնորհակալություն։ Մենք հեռանում ենք այստեղից լիահույս լինելով, որ այսպիսի մի բան գոնե կկարողանանք այսօր ճաշակել։ Կարծում եմ այո։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա մայոնեզն ունի ընդգծված նուրբ համ, ուստի այն կարելի է օգտագործել տարբեր աղցաններ պատրաստելիս։ Ցանկացած աղցան սլաբադա մայոնեզով կդառնա նուրբ եւ համեղ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր։ Տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալ եմ։ Մենք միշտ օգտվում ենք այս բրենդից։ Համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր եւ տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ, ապակե փաթեթավորմամբ կարմիր աղացած քաղցր եւ կծու պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ հարմար փաթեթավորմամբ, որը հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք արդյոք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Անկեղծ չէ։ Այո, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մառանիկ։ Բրավո, շնորհակալություն։ Նարեկ, սա հատկապես դուր կգա քեզ, որովհետև գիտեմ, որ սուրճի սիրահար ես։ Ներկայացնեմ Լեբո սուրճի աղացած տեսականին, որը մշակվում եւ աղացվում է հատուկ տեխնոլոգիայով։ Հատիկավոր էսպրեսո սուրճի սիրահարները գնելիս ոչ միայն հաճելիորեն կզարմանան բավականին մատչելի գնով, այլ նաեւ համային եւ որակական բարձր հատկանիշներով։ Տորաբիկա ընկերությունն առաջարկում է 3-1-ում քրիմի լատե սուրճը, որն առանձնանում է քիմքին հաճելի նրբահամությամբ եւ անկրկնելի համով։ Coffee Joy թխվածքաբլիթը իր արտադրման տեխնոլոգիայի եւ հատուկ բաղադրիչների շնորհիվ ունի անկրկնելի բույր եւ համ։ Լեբո սուրճ 3 աշխարհամասերից սիրով նվիրում ենք։ Շնորհակալ եմ։ Անասելի շատ շնորհակալ եմ։ Կաթնայինները ինձ, մնացածը Նարեկին։ Իսկ Ռոզաննա ինձ ջան, իսկ կարելի է լավ։ ընկերներ,
կին։ Կրակի շուրջ ենք։ Բացօթյա գողտրիկ մի միջավայրում եւ պատրաստվում ենք վերջապես սնման գործընթացը սկսել։ Իհարկե դրա համար անհրաժեշտ է մի քանի գործողություն կատարել։ Այո։ Մեր առջև դրված են տոմատի մածուկ, ավելուկ, համեմված միս արդեն մարինացված, Նարեկ հրաշալի է բուրում, հանուն արդարության պետք է ասեմ, սմբուկ, կանաչի, մաղադանոս եւ համեմ, տավարի միս, սխտոր, սոխ, համեմունքներ, կարմիր եւ սև պղպեղ աղ ձետ։ Ինչի համար են դրանք դրված։ Դե միսը պարզ է ինչի համար է դրված։ Պարզ չի։ Խորովելու ենք։ Խորովելու է։ Նարեկը։ Իսկ հիմա Նարեկը ինձ կօգնի, որպեսզի մենք միասին պատրաստենք ավելուկը։ Նա փոքրուց երազել է դրա մասին, խնդրեմ։ Ավելուկը դեռ մեզ պետք չէ այս պահին։ Հիմա կխնդրեմ, որպեսզի Նարեկը կտրատի սոխը, կիսալուսնաձև։ Նարեկ, դա դանակն է, մեծը սոխն է, դիմացը դրված է տախտակ, բազմաթիվ տախտակներ կան, բայց մյուսը դրված է մի քիչ հեռու։ հորիզոնական։ Ես համենայն դեպս կհսկեմ։ Նարեկը կփորձի համենայն դեպս մատները կտրել։ Գնաց։ Դες ինքը հասկացել ենք գնում է։ Ուրեմն ամենակարևորը, որպեսզի մենք կտրատենք երկար։ Նարեկ, օգնության կարիք չունես։ Ես դա փաստում եմ։ Ռոզաննա, աշխարհի բոլոր սմբուկները պետք է լինեն այս ուտեստի մեջ, թե Աշխարհի բոլոր չէ, բայց այստեղ դրված բոլոր։ Այստեղ դրված 4 սմբուկները պետք է լինեն։ Այո։ Արդեն կարող եմ ինքնասպան լինել, թե։ Դեռ չէ նոր։ Ռոզաննա, ես խոստանում եմ այդ սմբուկը գրեթե նույն ճշգրտությամբ կտրատել, խնդրում եմ այս պահին դու ցուցադրիր նաև այն տունը, որը մենք հնդածս բաց էինք թողել եւ չկարողացանք։ Այնքան լավ տուն է, ես Դե ուղղակի գնա եւ ցուցադրիր մեզ դիտող մարդկանց։ Դու մնա ինձ հետ, որպեսզի մենք միասին այստեղ շարունակենք գործողությունը։ Թող հայր իշխանություն տիրի այս խոհանոցում։ Եկեք իմ ամենասիրելի պահն է, երբ որ ես ցույց եմ տալիս մի բան, որ ինքս եմ շատ հավանում։ Նախ ասեմ, որ ես բավականին մեծ փորձ ունեմ եռանկյունի տունիկների հարցում ու շատ տներ եմ փորձարկել ու ռումտուր արել, այնպես որ եկեք ինձ հետ միասին բացահայտենք այս եռանկյունի տունիկը։ Իմիջիալոց ասեմ, որ սա նորաբաց է, այսինքն առաջին տարին է, որ գործում է, հետևաբար այստեղ ամեն ինչ շատ թարմ է, նոր է եւ շատ գեղեցիկ։ Գնացինք։ Ահան Եռանկյունի տունիկը 2 հարկանի է, այստեղ կա ամեն հարմարանք հրաշալի ժամանակ անցկացնելու համար, ընկերների, ընտանիքի, սիրելի մարդկանց։ Երկրորդ հարկում ննջասենյակն է, որը զարմանալիորեն փոքրիկ է, բայց շատ հարմարավետ։ Բարձրանանք երկրորդ հարկ, էլի եմ ուզում նշել, որ այս տարածքում 2 տունն էլ շատ լուսավոր են եւ դրանց հիմնական պատճառը բազում պատուհաններ ունենալն է։ Մի հատ խնդրում եմ տեսարանը տեսեք։ Կարծում եմ սա վայելք է առավոտյան արթնանալ եւ պատուհանից տեսնել հենց այս հրաշքը, լինել բնության գրկում ու վայելել յուրաքանչյուր շշուկ։ Շարունակում են գործողությունները արդեն մի փոքր առաջ դիտքում ավելի բաց կրակի վրա եք պատրաստելու այնինչ պատրաստել։ Այո։ Նարեկ որոշել ես բարբիկյու պատրաստել այսօր։ Այո։ Տապակում ենք սոխը եւ սխտորը։ Տապակում ենք։ Միգուցե թավան մի փոքր հետ տանենք, որպեսզի պոչը չայրվի, հալվի։ Այսպես։ Այո, այդպես։ Դե ես ոնց որ բաց կրակների հետ գործ ունեցել եմ, բայց ոչ խոհանոցում էլի։ Այլ կրկեսում։ Այո։ Հիմա հեսա Ինչ հասկանանք։ գիտեք իրար մասին։ Նարեկ, Այո։ որպես դրամատուրգ, քեզ որ ժանրն է դուր գալիս, որպես մարդկանց ներկայացնելու, ոչ թե կարդալու համար եմ ասում, այլ որպես ստեղծագործելու համար։ Գիտես, ժամանակահատվածն է ստիպում։ Այսինքն այդ ժամանակահատվածում կամ ընդհանրապես այդ պահին ինչ զգացողություններ ունես, ինչի պակաս ունես։ Չկա այնպիսի ժանր, որ ասեմ ինձ դա խորթ է, ես չեմ կարող այդ ժանրում ստեղծագործել։ Ուղղակի երևի այդ պահին, որ թեման է ինձ ավելի շատ հուզում ու որն է ավելի ժամանակահատվածին զուգահեռ։ Բայց որպես դրամատուրգ չունես ժանր, որում ստեղծագործում ես դու։ Հիմնականում Այո, ինձ թվում է երևի տրագիկոմեդիան։ տրագիկոմեդիա, բայց ունես այդպիսի ստեղծագործություն գրած տրագիկոմեդիա։ Մի հատ շատ հետաքրքիր բան ասեմ, երբ որ դրամատուրգը ստեղծագործում է ինքը իր սեփական
ոնց ասեմ, կերպարների մատուցման ձևնա գտնում, այսինքն ինքը ոնց է տեսնում կերպարներին։ Հետո երբ դա գալիս է հասնում է դերասանները երբ որ իրենց գույնը բերում են, ինչքան լուզում է դու ի սկզբանե որոշած լինես, թե ինչ մթնոլորտով պիտի լինի քո պիեսը, միևնույնն է դերասանները իրենց կողմից ուրիշ էներգետիկա ու ուրիշ վիճակ են բերում։ Այն տեսարանները, որում դու երբեք չէիր պատկերացնի, որ հանդիսատեսը հնարավոր է որ ծիծաղի, դերասանի մատուցմամբ միգուցե դառնում են ավելի կոմիկական ու ավելի հետաքրքիր։ Ինչ ուզում ա լինի, Խոսքով մեծ մասը անցնում է դերասանի ուսերին, էլի։ Իսկ դու որ ժանրում ես ավելի շատ սիրում ստեղծագործել։ Սիրում։ Այո։ Ես դրամա եմ սիրում իրականում, բայց ինձ քիչ է բախտ վիճակվել դրամայի ժանրում լինել, հիմնականում ես կատակերգության մեջ եմ եղել։ Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ այն ամենը, ինչը որ այսօր տեղի ունեցավ, դուք կարող եք դրա ականատեսը դառնալ միմիայն մուտք գործելով չէին սպասում KTM կայք, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, Կիրակի օրը ձեր հաղորդումը արդեն նույնպես եթերում կլինի, այնպես որ ժամը 12-ից սկսած կարող եք մուտք գործել եւ գտնել բոլոր հաղորդումները ձեր հաղորդումը ներառյալ կամ կարող եք մեզ հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան հարթակներում, որտեղ նույնպես տեղադրված են մեր բոլոր հաղորդումները։ Ասեմ ավելին, հետևում ենք։ Այո։ Ստուգ ենք։ Խոսեցինք նաև ինտերնետ հարթակի մասին։ Մի բա հիմա ուղղակի կխնդրեմ Ռուզաննա ներկայացնես ինչ ենք անում, ինչին ենք սպասում։ Սպասում ենք, որ մի փոքր սոխը կարմրի, այնուհետև ավելացնելու ենք տոմատի մածուկը եւ հետո ավելացնելու ենք սմբուկը, միսը եւ ավելուկը։ Հետաքրքիր համադրություն է իհարկե չեմ պատկերացնում ինչ բույլ է բացվելու։ Խոսեցինք ինտերնետ հարթակի մասին եւ ես վստահ եմ, որ դուք այն մարդկանցից եք, ովքեր մշտապես զբաղվում են վատ մեկնաբանություններին։ Ինչպես եք արձագանքում դրանց։ Ծիծաղով արդեն էլ։ Չէ, ես ծիծաղով Ես ծանր է արդեն ստանում ամեն դեպքում։ Հանար։ Վատ բաները ծանր է ստանում։ Դեռ ծանր է ստանում, Նարեկ։ ինձ թվում է չգիտեմ, ավելի ճիշտ ուզում եի ժամկետ ասել, երբ կանցնի այդ ամեն ինչը, բայց Մարդու տեսակից է երևի։ ինչ ուզում ա լինի, ես վատ մեկն, եթե կա առողջ քննադատություն, դրան երբեք վատ չեմ վերաբերում։ Եթե ինչ-որ մեկը ասում է, որ օրինակ ֆիլմում կամ սերիալում ես ինչ տեսարանը ես վատ եմ խաղացել, ես դրան երբեք վատ արձագանք չեմ տալիս։ Կամ ես ինչ ներկայացումը վատ եմ բեմադրել, կամ ես ինչ գործը վատ եմ գրել, երբեք դրան վատ արձագանք չեմ տալիս։ Նարեկ, իսկ միգուցե համ պատմես, համ միսը արդեն դնես ցանցի վրա։ What do you think? Այն միսը մեր, հիմնական միսը։ Դիմացը տրված է բարեկամ։ Ակնոցը նույնիսկ չի օգնում քեզ, հասկացա։ Պարզապես Ասա, սպասում եմ, ասա։ Ես հիմա կօգնեմ, չէ, ես հեսա կօգնեմ, մի րոպե։ Լավ։ Նարեկ, ինչ ես ցանկանում ասել բոլոր այն մարդկանց, ովքեր քեզ անհիմն եւ չարդարացված վատ մեկնաբանություններ են ասում։ Խնդրեմ, կարող ես նել տեսախցիկին եւ ասել։ Ինչ ասեմ, կյանքն ասել է այդ մարդկանց արդեն։ Խնդրեմ։ Հա, կոպիտ չէր։ Չէ, դե եթե մարդը յուրաքանչյուր մարդ արարած, եթե անհիմն մեղադրանք է հնչեցնում կամ անհիմն վիրավորանք է հնչեցնում դիմացինի հանդեպ, ուրեմն այդ դրանից առաջ կյանքն արդեն իրեն ինչ-որ մի բան ասել է։ Դրանից ավելի ինչ ասեմ։ Շարեք միսը։ Խորն էր նար։ Խորը չէ, փիլիսոփայական է։ Օրինակ հիմա այս երկուսը։ Նար մեկը վերցրու, մյուսը Սենց կանենք։ Վարպետորեն վերցրեցիր միսը։ Ահա։ Վերցնելը շատ Չէր գիտես։ մնում է տանի։ Այստեղ կդնենք, որ Ընկերներ, եթե արխիվում ոչ մի ուրիշ գործողություն չկա, ես պետք է խնդրեմ, որպեսզի մի պահ դադարեցնենք մեր Դադարեցնում ենք, պարզապես սմբուկը ավելացնում եմ ու Սենց ասեմ, ես եմ խնդրում, որ դադարեցնենք։ Okay։ Նարեկի համար մեծ Նարեկ, փորձություն։ ի՞նչ է պատահել, ընկերս, օգնեմ քեզ։ Շատ անօգնական ես, Ընդհանուր առմամբ Օգնեմ։ Շնորհակալություն։ հաջողություն բանջար։ Ուղղակի վերցնում ենք սա։ Նար, բայց հավես Եթե արա։ չի ստացվում սրանով վերցնել, ուղղակի վերցնում ենք մյուս բռնակը, Բայց սոխերը հանեք ինձանից ձեր խորուրդ, որպեսզի չվառ։ Մենք ասում ենք դու այդ Բադրջանը ոնց։ Բայց ես գիտեմ ոնց։ Լավ էլի։ Նար, բայց ինչի չուզեցիր խորովես։ Ես իմ Սենց հեշտ է։ Սենց է շտա ապրելը։ Սենց հեշտ է վառելը։ Լավ։ Սա սմբուկը ամբողջ ձեթը տարավ, պիտի ձեթ հավելացնենք մի փոճուրիկ։ Նույն ոնց է տանջվում է։ Ո՞վ։ Մեզ նկարում է։
Դրա համար է ինքը եկել, հա։ Ինքը եկել է որ նկարի։ Ինչ տանջվում, բայց չեմ տանջվում։ Հաստատ։ Հա։ Տանջվում եմ ես։ Մի խոսք։ Դավիթը միշտ կադրից դուրս է մնում, բայց ես իհարկե ես կադրես եւ ու սպիտակ եմ։ Դու լարգում ես, հա, որտե՞ղ։ Ես Քո համար հատուկ կարանք գունավոր թողենք, Հա, ասա։ շնորհակալ եմ։ Ես ուղղակի ուզում եմ ասել, որ այն տաժանակիր աշխատանքը, որը կատարում է Դավիթը կադրից դուրս, ոչ բոլոր օպերատորներին է հասու։ Պրոդյուսեր, օպերատոր։ Դրա համար ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Դավիթին։ Շնորհակալություն մեր հաղորդմանը։ Այո, շնորհակալություն եմ Ձեր հաղորդաշարը։ հաղորդաշարը, ողջունում եմ դրա։ Ո երեխեք, անուշ հոտեր եկավ, զգացիք։ Կարծես թե ամեն ինչ։ Նարեկ ջան, մի բան դու արա, էլի մենակ ուտելը չի ես կյանքում։ Իմ քաշային կարգում գտնվող յուրաքանչյուր մարդու համար։ Նարեկ ներկայացրու, խնդրում եմ, ինչ վիճակում է միսը եւ որքան ժամանակ անց այն պատրաստ կլինի։ Ինձ թվում է ամենաշատը 5 րոպեից միսը պատրաստ կլինի, եթե այս տեմպերով շարունակենք։ Իսկ պատրաստ կլինի։ Ռոզաննա, քեզ մոտ ինչ է կատարվում։ Ես ավելացնում եմ տոմատի մածուկը, այնուհետև ավելացնելու եմ միսը եւ ամենավերջում արդեն ավելուկը։ Այսինքն մեր հաջորդ հանդիպումը կարող է լինել սեղանի շուրջ, մենք ոչ մի նոր բան չունենք ցուցադրելու։ Ոչ։ Գրեթե պատրաստ է ամեն բան։ Լավ, Նարեկ տանջվում ես ոնց որ թե։ Առապում եմ, ասեմ ավելի։ Առապում ես։ Բայց փորձառություն կա այսպիսի բան պատրաստելու, թե սա առաջին անգամն է։ Շատ չէ, բայց այնքան շատ չէ, որ կարելի է համարել առաջին անգամն է։ Ռոզաննա, իսկ դու ինչ կասես։ Ես ինձ լավ եմ զգում, պարզապես դե քանի որ իմ խոհանոցը չի, մի փոքր անհարմարություն կա, բայց ինձ դուր է գալիս միշտ ամեն ինչ նոր բաներ փորձելը ինձ դուր է գալիս, հարմարվել եմ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Rivera Art Guest House-ի տնօրինությանը, որ համաձայնեցին իրականացնենք այստեղ նկարահանումներ եւ ձեզ նմաններին այստեղ ընդունեցին։ Շնորհակալություն։ Ձեզ նմաններին Այո, ձեզ նմաններին վատ իմաստով, որովհետեւ երկու հոգով երկու ուտեստ չեք կարողանում պատրաստել արդեն մոտավորապես 9 ժամ, ընկերներ։ Իսկ դու կարող ես մեր փոխարեն բեմում խաղալ ու բեմադրել։ Նարեկ, դու բեմում չես խաղում, խնդրում եմ։ Խաղում եմ, ես տեխնիկային թատրոնի դերասան եմ։ պատրաստում ենք, մի համար չենք հավաքվել այստեղ։ Լրիվ այլ ամեն թեմա ինչ է հրաշալի այստեղ։ տեմպերով գնում է առաջ, պետք չի բողոքել։ Ռոզաննա, այս ավելուկով ուտեստը, որ դու պատրաստում ես, Համեմում ենք։ ավելուկով լինելու է ի վերջո։ Այո, վերջում ենք ավելացում։ Հիմա համեմելու ենք աղով, պղպեղներով, 1 րոպե։ Կարող ենք հաջորդիվ հանդիպել արդեն սեղանի շուրջ։ Առաջարկում եմ, այո։ Համտեսելու ժամանակ։ Խնդրում եմ ձեր պատրաստած ուտեստների համար անուններ որոշել, որովհետև պետք է անվանակոչեք, երբ մենք կլինենք համտեսման փուլում։ Շատ բարի։ Համաձայն եք Նարեկ։ Այո։ Ես հիմա հա։ Նարեկ ուրիշ տարբերակ չունի։ Իսկ միսը պետք է լինի անպայման մոխրագույն, թե Իսկ հաղորդավար անպայման պետք է լինի տականք, Այո։ եւս մեկ անգամ եմ հարցնում։ այո, որովհետև եթե ես չասեմ էլ անզեն աչքով երևում է, որ կարծես թե գնում ենք դեպի վարում։ Դե ուրեմն եկեք վարենք։ Ես վարում եմ արդեն։ Արի ես վարեմ, ուրեմն դու արի, միսը մի վարի։ Շատ լավ, Ես համեմեցի պայմանավորվեցինք։ մեր ուտեստը, արդեն վերջին քայլն է, ավելացնում եմ ավելուկը։ Չէ, բայց իրականում չի վարվել, միսը լավ կարմրել է, բայց դեռ չի վարվել։ Գոնե այդ կտորը չլիներ, Գոնե էլի, էս- գոնե այդ կտորը չլիներ։ Այ, Լավ, 1 սա Վահանին։ ամեն դեպքում մոտակայքում մի Երկու։ հատ լավ տեղ կա, կզանգենք մի բան կպատվիրենք։ Հրաշալի։ Գնա Վահան, խնդրում։ դու չես հավատում, հա, մեր ուժերին։ Չէ, քո ուժերին հավատում եմ, բայց Նայ, ինչ աչքից արագ տեսածին եւ եմ շատ հավատում։ գեղեցիկ մենք Վահան եւ Ռուզաննա։ Այո։ Իսկ դու քանի տարի ամուսնացած եք։ ոնց թե Այս sense են ընտանիքում կռիվ Ջան, գցում։ ոնց թե այս տարի հոկտեմբերի 17-ին կլրանա մեր ամուսնության Շնորհավորում եմ։ Զգացել եք չէ՞ որ Ռուզաննան էլ 6 չի հիշում։ տարեկան։ 6 տարեկանը Մեր ընտանիքը 6 տարեկան է։ ես դուրս եմ գալիս։ Իսկ հաղորդումից թե ընդհանրապես։ Քիչ եմ հեռանում։ Կյանքից ես Լավ, հեռանում։ մեր ընտանիքը 6 տարեկան է, ահա։ Ինչ խոսք։ Էդ էր պետք Վահանին, սենց ասեմ, առիթ էր ման գալիս։ Վայ, շատ համով է լինում։
Ես ամբողջ աշխարհի հետ կռիվ եմ տալիս, որ ճիշտ խոսան ու տունս քանդում ես դու։ Վահան, Սուզողը տնից է լինում։ ես ուղեցի, ինձ ասեցի, որ մեր ընտանիքը 6 տարեկան է։ Լավ չուղեցի, թե ուշեր։ Լավ, դու ես լեզվի սայթակումներ ունենում էլ մի։ Դե ոչինչ, Այ մարդ, հա, էլի։ Վահան, բայց նա ինչ օխորժելի է։ Ինձ թվում է Վահանը լեզվի տեսչությունից հավելյալ աշխատավարձ է Չէ, ինքը թաքնված լեզվի տեսչության ագենտ է։ Ագենտ։ Ասած ագենտ։ Ես չգիտեմ հայերեն ագենտ։ Սա գործակալ։ Լավ, Հա, գործակալ։ չեմ հավատում, բայց եկավ արդեն այն պահը, որ հնարավորություն ունենք այս ամենը նաև համտեսելու։ Բայց մինչ այդ խնդրում եմ անվանակոչեք այն ամենը, ինչը պատրաստել եք։ Ռուզաննա։ Անվանակոչեմ։ Վահան, դժվար կլինի ինձ անվանակոչել։ Նարեկ, որպես դրամատուրգ քեզ համար ամենահեշտ բանը իհարկե Փրկեց իմ ամուսինը, ինձ էլի փրկեց։ Հորիներն է։ Նախ ցուցադրենք սա։ Հա, որ։ Այո։ Հա, որ։ Այո։ Նարեկ, ինչպես է կոչվում այս ուտեստը։ Հազիվ փրկված է ինձ թվում։ Նոր սերիալ, իսկ հաջորդը։ Հազիվ փրկված է։ Այո, իսկ հաջորդը։ Հաջորդն էլ։ Մի բան ասա։ Բայց հա։ Չէ, ինքը շատ հետաքրքիր ու շատ Հիշենք, որ մածուն եք ավելացրել նաև մատուցելուց։ Իրականում ինքը հին ավանդական ուտեստ է, բայց ես մի փոքր իմպրովիզ եմ արել դրա համար։ Իմպրովիզ։ Չէ։ Վահան ջան, հասկանում եք սպասելիքները չեն արդարանում։ Այո։ Էլ չխոսես։ Լավ։ Եկեք հյուրասիրեմ։ Եկել ենք հյուրասիրի։ Ամեն դեպքում տանք մարդկանց հնարավորություն, որ գրեն, տեսախցիկի առայժմ ձևեր են թափում, իբր տանը միշտ հյուրասիրում է։ Հա, բայց միշտ դու հյուրասիրում ես եւ ոչ միայն տանը։ Ես գիտեմ, որ դու պաշտում ես ավելուկը։ Ոնց է լինելու։ Չես սիրում ավելուկ։ Խելագարվում եմ։ Ես հիշում եմ, որ դու ձուկ չես սիրում, բայց ավելուկը չի ֆիքսել։ Բարի ախորժակ։ Շնորհակալություն։ Եւ հերթը հասավ Բայց նաեւ բան ինձ։ ուզում եմ առաջինը դու փորձես ասես։ Եվ այսպես թե այնպես, բայց ես փնթի եմ մի փոքր կարծես թե։ Մի փոքր։ Այո։ Վախենալու է։ Գնացինք, հասկանանք ինչպես է ստացվել, հետո նոր միմյանց մաղթենք բարի ախորժակ։ Արժեր Երևանից 35 կիլոմետր հեռանալ, որպեսզի փորձել այս ամենը։ Շնորհակալություն։ Անկեղծ համեղեր։ Այո։ Բարի ախորժակ։ Բարի ախորժակ, շնորհակալություն։ Եվ շնորհակալություն հետաքրքիր օրվա համար, որովհետև մի ամբողջ օր անցկացրինք իրար հետ։ Շնորհակալություն, բարի ախորժակ։ Բարի ախորժակ։ Ես կլինեմ տարբերվող եւ Դավիթին էլ կասեմ բարի ախորժակ, որովհետեւ շուտով մեզ միանալու է։ Նարեկ համով էր իսկականից։ Թե պրոստը տակ ասեցի։ Բայց թող տեսախցիկները անջատեն։ Ռուզաննա ջան, բա տանը ինչի՞ սենց համով բաներ չես սարքում։ Որտեղ դու չես ուտում տանը։ Որտեվ չկա։ Իրականում ես ատում եմ կանաչի։ Հա։ Հիմա չես ուզում ուտես։ Դու ավելուկները մի կեր։ Հա, ես մեջի բաները կուտեմ։ Եկեք լավ, սպասեք, հիմա մի հատ ես Սոֆերը, փորձեմ, լավ, բադաջանները։ 1 րոպե։ Իսկ աղը բան տեղն է։ Աղը բան, տերնա։ Դե լավ, թող մենք գովանք գոնե քո պատրաստած ուտեստը լավն է։ Ահա շատ համով է։ Գիտեմ, դրա համար նորից եմ ուտում։ Բայց նորից են ուտում, թե ուտում են կրկինն է։ Ահա շատ համով է ստացվել։ Կրկին։ Կրկին։ Նույն բանն ես ուտում կրկին, եթե ուրիշ Բան իրոք համով է, չէ։ Իրոք համով է, այո։ Մի տեսակ ինձ շատ դուր Ապրես, եկավ մնաց ավելուկը։ տանն էլ հասնենք այս արդյունքներին։ Մնաց տանը լինես։ Դու գնա, դու ծապերդ վայելի գնա։ Վահան ջան։ Հրաշալի էր, շնորհակալություն, անձրևը արդեն սկսվել է, ես մաղթում եմ, որպեսզի ձեր համագործակցությունները մշտապես շարունակվեն եւ հրաշալի բաներ ծնվեն այդ ամենի արդյունքում։ Շնորհակալություն, փակեք դուռը, հրաշալի էր ամեն Մենք ինչ։ դրանք աշխատենք։ Ես միշտ չեմ լավ հասկանում։ հաղորդավար ես։ Ինչ են այս տեսախցիկը թողում, ու հետո երբ են գալիս տանելու այս տեսախցիկը։ Նարեկ, միսը թում չէր, չէ՞ հաստատ։ Հումը չգիտեմ, բայց սելավ է։ Կապրի մարդ ես, Նարեկ։ Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен.
Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Arabica cappuccino. Enjoy rich and creamy foam with choco granule. Arabica cappuccino. Authentic cafe experience anytime, anywhere. Նորույթ Մարանիկից։ Մարանի կամեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանի կամեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта.